Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը եւ իրավաբան Գոհար Մելոյանը ներկայացրել են երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղված լայնածավալ ծրագիր, որը հեղինակները որակել են որպես տնտեսական հեղափոխություն։ Ծրագրի առանցքում բազմազավակ ընտանիքների խրախուսումն ու մարզային զարգացումն է։ Ժողովրդագրական խնդիրների լուծման համար առաջարկվում է ստեղծել նոր կառույց, որը կհամախմբի թե պետական, թե մասնավոր կապիտալը, շեշտը դնելով Սփյուռքի եւ միջազգային գործընկերների ներուժի վրա։ Մենք մեկնարկում ենք ազգային վերածննդի հիմնադրամ։ Ազգային վերածննդի հիմնադրամը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են այս լրջագույն ժողովրդագրական խնդիրները, սկսած ծնելիությունից վերջացված ամուսնալուծությունների այս թվաքանակի անկման նպաստող իրավիճակի ստեղծմանը։ Բայց լրջագույն առաջարկը կայանում է նրանում, որ մեր հիմնադրամը ունենալու է ընդամենը 30% պետական մասնակցելիություն, իսկ մնացած 70%-ը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ ամբողջ աշխարհից։ Եվ սա կարող է կազմակերպվել բացառապես Ուժեղ Հայաստան դաշինքի կողմից։ Ծրագրի ամենաառանցքային կետը վերաբերում է բազմազավակ ընտանիքում 4-րդ եւ հաջորդ երեխաներին տրամադրվող աջակցությանը։ Ի տարբերություն գործող համակարգի, ազգային բարերարի թիմը առաջարկում է կիրառել տարբերակված եւ կտրուկ ավելացված վճարներ։ Յուրաքանչյուր 4-րդ երեխա ծնունդի համար ստանալու է 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար եւ դրանից հետո 6-րդ, 7-րդ երեխաների ծնունդների համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան։ Ըստ Սամվել Կարապետյանի, այս ծրագրերը իրագործելի են բացառապես իր միջազգային բացառիկ կապերի եւ կոնկրետ ներդրումային տեսլականի շնորհիվ, ինչը հնարավորություն կտա կանխել երկրի հայաթափումը։ Թուրքիայի որոշմամբ այժմ հնարավոր կլինի թուրքական ապրանքները Հայաստան ներմուծել ուղիղ մաքսային ձևակերպմամբ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով ապրանքներ ներմուծելն արդեն հնարավոր կլինի առանց Վրաստանում կրկնակի մաքսազերծման, ինչը կարող է նվազեցնել ծախսերն ու դրական անդրադառնալ ապրանքների գներին։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև այդ կարգավորման գործընթացը մի արդյունք էլ գրանցեց, մի հանգրվան էլ եղավ, չափազանց էական, ես կարծում եմ, դա նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև առևտրի ավելի ուրեմն զարգացման, առևտուր, որ այսօր էլ կա, այդ նույն ապրանքները ենթադրենք, իսկ գուցե ձևակերպումներից այդքան հասկանալի չի եղել, ես հիմա փորձեմ ասել ինչի մասին է խոսքը։ Նախկինում եթե գնում էին Թուրքիայից ինչ որ ապրանք էին փորձում արտանել եւ հետո ներմուծել Հայաստան, դա արվում էր հետեւյալ կերպ, քանի որ չկար համակարգում, այսինքն հնարավորություն արտանել Հայաստան, այնտեղ դա ձևակերպվում էր, ենթադրենք ցամաքային ճանապարհով գալիս է, հա, ձևակերպվում էր արտահանում Վրաստան, Վրաստանում այդ ապրանքը մաքսազերծվում էր եւ հետո ձևակերպվում էր որպես Վրաստանից արդեն արտահանում Հայաստան, դա եւ ֆինանսական առումով չէ, հավելյալ ծախս է գործարարի համար, բիզնեսի համար եւ դա հետո արտահայտվում է ապրանքի գնի է այստեղ արդեն Հայաստանում թանկացման արժեքի վրա եւ հիմա արդեն փաստորեն այդ մեխանիզմը չպիտի գործի, ցանկացած մարդ, որը նախկինում ենթադրենք ինչ որ մի բան ներմուծում էր Թուրքիայից, հիմա կարող է ներմուծել ուղիղ Հայաստան ֆիզիկապես, մաքսային առումով ուղիղ, սահմանը ֆիզիկապես, գիտեք, շարունակում է դեռ փակ մնալ, բայց այդ ուղղությամբ են գնում եւ ես վստահ եմ առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի եւ ուղիղ արդեն բարի ուղիղ իմաստով։ Արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ նախկինում պայմանավորվել էին սահմանը բացել առնվազն երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։ Նրա խոսքով գործընթացի ձգձգման պատճառ կարող են լինել թե տեխնիկական, թե քաղաքական գործոններ, այդ թվում Ադրբեջանի դիրքորոշումը։ Երկրների միջև նմանատիպ որոշումը ըստ Միրզոյանի առնչություն չունի Թուրքիայում սահմանադրության փոփոխությանը։ Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ թիմակիցներն ինքնատիպ պարով են նշել Իտալիայի գավաթի մրցաշարում հաղթանակը։ Եզրափակիչում Միլանի Ինտերը 2-0 հաշվով հաղթանակ է տարել Հռոմի Լացիոյի նկատմամբ, պատմության մեջ 10-րդ անգամ նվաճելով մրցաշարի տիտղոսը։ Պատմական այս հաջողությունից հետո հաղթանակը նման կերպով տոնելը արդեն դարձել է թիմի հատուկ արարողակարգ։ Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձել է Իտալիայի կրկնակի գավաթակիր։
Strait of Hormuz is now suffering first and most from Հորմուզի նեղուցն այս պահին ամենից շատ տուժում է ԱՄՆ-ի ագրեսիայից եւ նրա պարտադրած շրջափակումից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իրանի տեսանկյունից նեղուցը լիովին բաց է բոլոր առևտրային նավերի համար, սակայն դրանք պետք է համագործակցեն իրանական ռազմածովային ուժերի հետ։ Արաղչին շեշտել է, որ իրանական կողմից նավագնացության համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել եւ հենց Ամերիկան է իրականացրել այս շրջափակումը։ Նա հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի։ Հրաժարականի մասին է հայտարարել Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան, ինչը հանգեցրել է նաև նախարարների ամբողջ կաբինետի լուծարմանը։ Նրան սատարող քաղաքական գործընկերները հայտարարել են, որ վարչապետն այլևս չի վայելում իրենց վստահությունը, ինչն էլ դարձել է կառավարության ամբողջական հրաժարականի վերջնական պատճառը։ Այս ամենի հիմնական պատճառներից մեկը նաև ավելի վաղ տեղի ունեցած պաշտպանության նախարարի հրաժարականն է։ Նա իր պաշտոնը լքել էր, երբ մայիսի 7-ին Լատվիայի օդային տարածք էին ներխուժել մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Նախարարն ընդունել էր, որ չի կարողացել պատշաճ կերպով ապահովել երկրի պաշտպանությունը նման հարձակումներից։ Կիևի վրա իրականացված զանգվածային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 40-ի, որոնց թվում կա 2 երեխա։ Նախնական տվյալներով կա 29 զոհ։ Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել երկհարկանի գրասենյակային շենքում։ Կրակը տարածվել է 450 քառակուսի մետր մակերեսի վրա։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան։ Չինաստանում ավարտվել են Սի Ցինփինի եւ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 2 ժամ։ Հանդիպման բաց հատվածում Սի Ցինփինը հայտարարել է, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ եւ ոչ թե մրցակիցներ, իսկ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունն անհամբեր սպասում է փոխադարձ առևտրի քննարկմանը։ Բաց հանդիպումից հետո սկսվել են փակ դռների հետևում ընթացող բանակցությունները, որոնք տևել են 2 ժամ 15 րոպե։ Երկկողմ հանդիպումից հետո Թրամփը եւ Ցինփինը այցելել են երկնքի տաճար։ Դիվանագիտական ուշագրավ հնարքի է դիմել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, լինելով Չինաստանի պատժամիջոցների ներքո դեռ 2020 թվականից Սինցիանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումները քննադատելու համար Ռուբիոյի մուտքը երկիր պաշտոնապես արգելվել էր, սակայն պատվիրակության կազմում Պեկին մուտք գործելու եւ նախագահ Սիի հետ հանդիպելու համար օգտագործվել է անվան թարգմանության սողանցք, ներկայացվել է որպես Մարկո Լոու։ Թեև Պեկինը պաշտոնապես չի չեղարկել պատժամիջոցները, այս լուծումը հնարավորություն է տվել Ռուբիոյին շրջանցել արգելքը։ Զուգահեռաբար Fox News-ի հաղորդավար Բրեդ Բայերը, որը Պեկինում լուսաբանում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումը, պատմել է երկրում տիրող տոտալ հսկողության մասին։ Նրա խոսքով իրենց անձնակազմի սպասարկող վարորդը ընդամենը 2 րոպե սխալ տեղում կայանելու համար ակնթարթորեն ստացել է $40 տուգանքի ծանոցում։ Բայերը նշել է, որ միայն այս տարի Պեկինում ավելացվել է 1500 նոր տեսախցիկ, ինչը թույլ է տալիս իրավախախտումներն արձանագրել ու տուգանք թողարկել վարորդի հեռախոսին վայրկյանների ընթացքում։